Գաք էստեղ կենտրոն։ Չէ, էստեղ կկանում եք։ Սենց ձախ։ Դե լսեցիք խուլիգանության մասով մեղավոր այն Վիրավորանքի ատելության դրսևորումների մասին հետ կապված արդարացվեցիք, ինչ եք կարծում, արդար է վերդիկտը։ Ես կարծում եմ, որ խուլիգանության մասով էլ պիտի արդարացվի, որովհետև վերջին խոսքում էլ ասեցի, նախորդ տարվա անցած տարվա ընթացքում բազմաթիվ աղետներ ա եղել ասելու, որ ես չեմ ընդունում մեղադրանքը, ես ոչ մի խուլիգանություն չեմ արել, չգիտեմ, այհոյանք, տենց վիրավորանք եւ այլն ֆիզիկական գործողություններ։ Շատ լավ, եկեք այստեղ այդ դեպքում հիշում ենք հակահայի վիժվածքը, շատ լավ, ժեխն ենք հիշում, շատ լավ, բայց մենք նաեւ հիշում ենք, որ ուղիղ մի տարի առաջ ԱԺ շենքում եղել է իշխանական падգամավոր, ով հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին ասել լեզուդ կկտրենք, չգիտեմ, ականջներդ կկտրենք, եւ ճշտող հարցին թե արդյոք դա սպառնալիք էր, հնչել է պատասխան այո, իսկ ընդամենը որոշ ժամանակ անց այնտեղ ասվել է, որ դա քաղաքական խոսք էր եւ ալեգորիա էր։ Ինչ է սա, եթե ոչ երկակի ստանդարտներ, ինչ է սա, եթե ոչ յուրայինին ներել, անտեսել, աչք փակել, իսկ ընդդիմադիրի վիրավորական արտահայտությունը նման հետևանքներ ունեցավ։ Ամեն դեպքում չեք ազատազրկվի Ռուբեն Մելիքյանի, եթե անգամ պատժաչափ սահմանելիս չի սահմանի 2 տարի, որտեղ առաջին անգամ է հանցագործությունը։ Այս առումով լավ չի։ Գիտեք, այս առումով լավ է, հարգելի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ արդեն ասաց, որ պլան մինիմումը դա էր, լավ է, բայց եթե իրոք ամեն ինչ օրենքով լիներ, իմ կարծիքով պիտի նաև այս մյուս մեղադրանքով արդարացվեի, բայց ունենք այն ինչ ունենք։ Մի հարցել, եթե կարող եք ուզում եք չեք մի պատասխանել։ Եթե էլի վաղը իշխանական որևէ падգամավորի կամ նախարարի տեսնեք, ինչ կանեք։ Գիտեք, այսպես ասեմ, այս մի տարվա մեջ իմ մեջ ոչինչ չի փոխվել, ես ունեմ այն նույն մտքերը, ես ունեմ այն նույն քաղաքացիական դիրքորոշումը, ինչ ունեցել եմ անցած տարի ապրիլի 14-ին, 15-ին։ Ոչինչ, կրկնում եմ, ոչինչ իմ մեջ չի փոխվել։ Ուղղակի հաշվի առնելով, որ անկախ իմ կամքից, իմ հարազատներին, իմ քայլերը, գործողությունները որոշակի անհանգստություն են պատճառում, ինչպես նաև հետևելով իմ կողմից շատ սիրելի ու հարգելի պաշտպանների հորդորներին, ես իմ իշխանականներին հանրային պարսավանքի արժանացնելու գործողություններում, այսինքն մարտավարություններում փոփոխություն եմ անելու նման միջադեպի մեջ չհայտնվելու համար։ Խոշտանգման մասով կարող եք հիշել ում հետ եք առերեսվել, եթե կարող եք ասել, եթե նախաքննական գաղտնիք։ Առերեսվել եմ ինձ ուղեկցող ոստիկանների հետ, բայց այդ մասով այդքան ընդամենը առերեսվել եմ, իրենք կտրականապես հրաժարվել են։ Հրաժարվել են ինչի։ Հրաժարվել են, որ ընդհանրապես կանգնել են ճանապարհին։ Այսինքն իրենք պնդում են, որ մեքենան չեն կայանել եւ բնական կարիքները հոգալու չեն գնացել։ Գիտեք, այդ թեմայով չի ցանկանա հիմա խոսել։ Լավ, մերսի։ Հետո ավելի մանրամասն։